Ողջույն բարեկամներ, ես վստահ եմ, որ բոլորս սպասում եք երևի ես միանգամից պետք է անցնեմ Նիկոլ Փաշինյանի հերթական սկանդալային հայտարարությունների հետ կապված մեկնաբանություններին, բայց ես ուզում եմ մի քիչ այլ տեսանկյունից մոտենալ։ Տեսեք, ամեն օր մի այսպիսի հիմարություն դուրս է տալիս, հա, ամեն օր։ Եվ շատ լավ հասկանալով, ինքը տականք է, բայց ապուշ չի, էլի։ Շատ լավ հասկանալով, որ ինչ որ արձագանք է լինելու անպայման ժողովրդի մեջ։ Ես ցանկացած նման դրսևորում, երբ որ տեսնում եմ, այսինքն ընդամենը 3 էր եկեղեցին նմանացել իր սեփական տան հետ, Չուլանի հետ, հա, իր միջավայրի հետ։ Եվ այսօր հերթական ավելի ստոր եւ ավելի մասշտաբային նման բաներ որ լինում է, ես միշտ ուզում հասկանամ, լավ, սա դու պատկերացեք, որ սորտակության ժամանակ մարդու վրա կարող է դուս տա, այսինքն հիվանդություն կա, բորբոքային process կա օրգանիզմի մեջ, կարող է պարտություն բարձրանա, կարող է միտեղ ինչ-որ մի բան դուրս տա, հա, դրանք հետևանքներն են, որն է հիվանդությունը, որն է հիմնական պատճառը, չէ՞ որ այս դուրս տվոցիները, այս բաբերը, դրանք հետևանքներն են, որտեղ եթե մենք հասկանանք հիմնական պատճառը, մենք անդադ վազելու ենք այս հետևանքների հետևից մտածելով, որ լավ, էս եղավ ու կանցնի, բայց չի անցնի։ Սրանք ընդհանրապես հետևանքներն են, որոնք պարբերաբար ինչ-որ ձևերով թռնում են մեծադաշտ եւ մեզ էլ զբաղացնեն դրա շուրջը։ Որոնք են հիմնական պատճառները։ Այս պահին, եթե ես ասեմ, ես ուղիղ հաստատ գիտեմ, դա կլինի չափազանցություն, բայց փորձենք միասին հասկանալ։ Այսօր հետաքրքիր հոդված է դուրս եկել Ֆրանսիայում, որտեղ Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է 3.1 միլիոն եվրոյանոց առանձնատուն ձեռք բերելու մեջ։ Սա կարող է 3 լինել, սա կարող է այսօր լինել, եւ այսօր ամբողջ օրվա լրահոսի մեջ սա գրեթե չլսվեց, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը անցել էր սահմանները, եւ ժողովրդին զբաղացել է։ Նա կարդանք ինչի մասին է խոսքը ամեն դեպքում։ Ինչ է արել Փաշինյան Նիկոլը։ Եվ այսպես, Info France-ի տեղեկությամբ ձեռք է բերել շքեղ առանձնատուն Մարսելի տարածքում 3.5 միլիոն եվրո արժողությամբ։ Ըստ պնդումների ֆրանսիական կողմի ֆինանսավորվել է օտարերկրյա օգնությունից գնումը, հա, որը նախատեսված է եղել Հայաստանի համար այս դժվարին վիճակում տնտեսությանը օգնելու համար։ Այդ նվիրատվությունը, հանգանակությունը դրա համար է եղել։ Եվ այսպես 24 թվականին AFD տրամադրել է 75 միլիոն եվրո ուղղակի աջակցելու Հայաստանի բյուջեին, նպատակ ունենալով ֆինանսավորել զարգացման հիմնական ծրագրեր։ Միևնույն ժամանակ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Սփյուռքից աջակցվող կարևոր կազմակերպություն շարունակում է մարդասիրական ենթակառուցվածքային աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը։ Մի խոսքով տեսնենք ով է դառնում խառնված։ Դրան ավելանում է նաև Նիկոլ Փաշինյանի անձնական կապերը Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ։ Վերջինիս 25 թվականի մայիսի սկզբին այցելել է Երևան, քիչ առաջ առանձնատան գնման օրերից, հա, դրանից առաջ հրապարակայնորեն վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կառավարությանը։ Երկու տղամարդիկ շատ մտերիմ են եւ որոշ աղբյուրներ ենթադրում են, որ Բենուա Պայանը կարող է հեշտացնել գործարքը կամ օգնել փակցնել միջոցները։ Առանձնատան գործահանության սեփականություն դարձավ մի քանի օր անց, երբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերջերս ստեղծվեց, այսինքն սես քննություն Նիկոլ Փաշինյանի կողմից էթիկայի վարկի հնարավոր խախտման կապակցությամբ։ Այդ սկսել են փորձել եւ այսօր բացահայտվել է։ Քանի որ հանրային աջակցությունը նվազումից Հայաստանի UNCP կուսակցությունը սկսում է Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց, քննադատները կարծում են, որ ֆրանսիական առանձնատունը կարող է լինել անձնական փախուստի տարբերակ եւ Հայաստանի վարչապետը կորցնի իշխանությունը։ Մինչ ճնշումը մեծանում է, Փաշինյանի կառավարությունը շարունակում է լռել առանձնատան ձեռքբերման ծագման վերաբերյալ բողոքելով ենթադրությունները, թե կարող են ի հայտ գալ նոր բացահայտումներ։ Այն որ ի հայտ են գալու ժամանակեր նոր բացահայտումներ, ես կասկած չունեմ։ Այն որ Փաշինյան Նիկոլը թքած ունի անձնական ռեյտինգի վրա իր համար ավելի շատ կարևոր է այս հանցագործությունների կոստումը, դա էլ ես չեմ կասկածում, եւ դրա համար էլ ես ինչ որտեղ մտածում եմ, որ այս ինֆորմացիոն աղբը որ լցվում է
հանրային տարածք, հենց նրա համար է, որ հենց այս օրով, որ արդեն պետք է, չէ, յոթը կար, արդեն ինֆորմացիան կար, որ իմացել են զեկույցը կար, երեկվանից այս ինֆորմացիան դաշտը լցված է տարբեր տեսակ սկանդալներով, որ այս կարգի նորությունները եւ ոչ միայն սա գնան երկրորդ պլան։ Ինչու համար, տեսեք, ցանկացած տեսակի ստորագույն հայտարարություն գործողություն Փաշինյան Նիկոլի կողմից մարդկանց մոտ կարող է ընդհանրապես ավելացի բարկացվածության դոզան, որը շատ շուտ անցնում է, բայց սրանք քրեական գործեր են։ Սրանք քրեական գործեր են, որոնք դրվելու են սերաններին, զեկույցների ժամանակ եւ մարդկանց մոտ սա ավելի խորը հետևանքներ կարող է թողի, կան ինչ որ սա նրան Նիկոլ Փաշինյանի դոմփելու հայտարարությունների կներեք հոսքիս համար, բայց քանի որ արդեն դա օգտագործում է վարչապետը, ես կարծում եմ դա շուտով կկիրառվի նաև Հայաստանի դատա իրավական համակարգում, այլևս բռնաբարության տեսարանները նկարագրելու խնդիր չենք ունենա եւ կա արդեն համապատասխան բառ, որը ներմուծեց Փաշինյան Նիկոլը, հաստատելով, որ նախկինում իր ասած շինել բառը պատահմամբ չէր, որ փորձեցի լղոզել, հիմա ինքը ավելի կառուցողական բառ է գտել իր ոճի մեջ, իր բնույթին համապատասխան, եւ այսպես Փաշինյան Նիկոլի համար անկասկած սրանք կոսկել ավելի կարևոր է, քան իր շուրջը կատարվող այս սկանդալային խոսակցությունները։ Ինչու՞, որովհետեւ գիտեք, այս սկանդալային խոսակցությունները ում են նեղացնում, ով բարոյապես կորցնելու բան ունի։ Փաշինյան Նիկոլը բարոյապես կորցնելու բան չունի, որովհետև ի սկզբանե չի էլ ունեցել։ Ինքը շատ լավ հասկացել է, որ ինքը բարոյապես ոչ մեկի համար կումիր կամ պատկառանքի առարկա երբեք չի եղել, որ նման ստորություն իրեն թույլ տալով սա կամ նրա աչքից ընկնի։ Բայց իզուր այդպես կարծում, որովհետև հայ ժողովրդի համար կարող ես դու չլինել բարոյական մոդել, բայց նման հայտարարությունը խորը հետ կա թողում մարդկանց հոգում, ինչպես նաև այս սկանդալային կոռուպցիոն բացահայտումները։ Եվ եւս մեկ այլ բացահայտում, որ հայտարարագրվել է, ինչ են հայտարարագրել այս ամուսինները։ Ինչերոց վերջը Փաշինյան Նիկոլն խոստովանեց, որ իրանք ամուսիններ չեն։ Եվ ինչ իր ասելով, ինչ անեք, մենք ամուսիններ չենք, բա ինչ, բա քո այս այդ ասում են երեխեքիդ մերը որպես ինչա մսխում հանրապետության բյուջեն։ Եվ ամենաբանը կարդացեք ստե, սարկաստիկը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր բնակարան կունենա Երևանում, փաստորեն։ Անցած տարի նա 49.3 միլիոն դրամ փոխառություն է տվել Իջևանա տուն ՀԲ-ին բնակարանի գնման իրավունքի համար։ Ընկերության բնակարանի համալիր է կառուցում հարաբերություն։ 49 միլիոն փող է տվել։ Կառուցել կանխարգելման հանձնաժողովը Փաշինյան ներկայացած գույքի եւ եկամուտների հայտարարից տեղեկանում ենք, որ նա 24 թվականին 80.2 միլիոն դրամ եկամուտ է ունեցել, այդ թվում 3 բանկերից 56.8 միլիոն դրամ վարկ է վերցել, Ամերիկաբանկից Փաշինյանը ստացել է 44.4 միլիոն, Հայկոնոմ բանկից 11.7 միլիոն դրամ, Ակվա բանկից 730,000 դրամ վարկ։ Ինչ հետաքրքիր է։ Մի խոսքով, ուղղակի իմ համար հասկանալի չի, եթե իր աշխատավարձը 17 միլիոն դրամ է, ինքը ոնց է ցույց տվել 82.2 միլիոն եկամուտ, որտեղից 82.2 միլիոն եկամուտ, եթե իր աշխատավարձը 11.7 միլիոն դրամ է։ Էջ բարձ չի։ Մի խոսքով, Հայկոնոմ բանկից ավանդի տոկոսի դիմաց է ստացել նաև, եւ եւս 6 միլիոն դրամ Փաշինյանը նվիրատվություն է ստացել կնոջից Աննա Հակոբյանից։ Եկեք ինչ կարող է ասի Աննա Հակոբյանին, որտեղից 6 միլիոն դրամ եկավոտ, որ ինքը կարողանա տալ Փաշինյան Նիկոլին։ Ծիծաղելի հարցեր է, չէ՞, 6 միլիոն դրամ նվիրատվություն, որտեղից Աննա Հակոբյանին 6 միլիոն դրամ։ Սրանք գիտեք, ինչ եմ ասում ծիծաղելի, որտեղ ես վստահ եմ, էկրանների հետևում նստած մարդիկ իմացեցին դելա 6 միլիոն դրամ ինչ է։ Հա, մենք ուղղակի սովոր ենք կոռուպցիա, մենք չենք ընդունում, որ չենք ուզում ընդունել կատեգորիկ, որ ցանկացած մարդ, մանավանդ պաշտոնում գտնվող մարդ, երբ որ
ինքը գիտի, որ ժողովրդի մոտ սենց է լինելու, դե լավ, 6 միլիոն, 10 միլիոն, 80 միլիոն, հասկանում եք, այդ 86 միլիոն դրամը, 6 միլիոն կամ 86 միլիոն դրամը, շատ սահուն դառնում է 6 միլիոն կամ 80 միլիոն դոլար, հետո 600 կամ 800 միլիոն դոլար, հետո ախորժակը ուտելուց բացվում է, գիտեք ինչի, որովհետև եթե կա 6 միլիոն դրամի նկատմամբ այսպիսի վերաբերմունք, իսկ ինչի չի կարող լինել, ասենք 600 միլիոնի նկատմամբ այդպիսի վերաբերմունք, եւ սա ես համարում եմ հայկական մեր իրականության մեջ ողբերգություն իրականում, որովհետև սա թույլ է տալի ճանապարհը բացումը ցանկացած ձևի կոռուպցիայի համար, ցանկացած, իսկ հիշեք, եթե մարդը փող է վերցրել, ինքը արդեն պատանդ է ինչ որ կազմակերպության ձեռքին, դա կլինի օտար երկրի հետախուզական մարմիններ, դա կլինի ներքին հետախուզական մարմիններ, դա կլինի անհատներ, ինքը արդեն պատանդ է, ինքը արդեն հանցագործ է, որը այդ հանցագործությունը չբացահայտելու դիմաց իրականացնում է որոշակի ավելի վտանգավոր գործողություններ, հասկանում եք, 6 միլիոն կամ 600 միլիոն դրամը չի հարցը, հարցը նա է, երբ որ դու մարդուն թողում ես ինքը դառնում է կոռուպցիոներ, ինքը վերջ, ինքը հանցագործ է ուրիշի ձեռքում, որ աշխատելու է մեր բոլորի դեմ, դրա համար երբ որ իշխանությունում գտնվող ցանկացած մեկը այդպիսին է, դա նշանակում է ինքը վտանգավորություն ունի հենց պետականության նկատմամբ, այսինքն ինքը սպառնալիք է արդեն, սպառնալիք, որովհետև այս կամբրամանտներով է կառավարվում բոլոր տեսակի հանցագործությունները, բոլոր տեսակի, թողում են դու կոռուպցիան ես, հետո բռնում են, ասում են կամ սա անելու ես, կամ պետք է գնաս նստես այս գումարները մսխելու համար, այո, այդ գումարները մսխելու համար այդ կամբրամանտները կարող են օգտագործել նաև վարչապետի զուգընկերոջ դեմ, վարչապետի դեմ, որտեղ հասցնեմ 6 միլիոնը չի, հասկանում եք, չէ՞, որ ստեղ հարցը 6 միլիոն դրամը չի։ Ստեղ ավելի մեծ թվերի մասին է խոսքը, իսկ մեծ թվերը օթից չեն տալի, հենց այնց բանի դիմաց, ինչ որ մի բանի դիմաց են տալի, որը ի սկզբանե հանցագործ գործարք է, այսինքն չի կարելի մի բանի դիմաց են տալիս, որտեղ օրինական բանի դիմաց ոչ մեկ փող չի տալիս։ Եթե դա գործառույթն է, դա օրինական է, իմաստավոր դա կաշառքի չկա, այսինքն նա վերցնում է մի հատ չի կարելի բան անում, հանցագործություն, փողը ստանում է, վերջ, ինքը փողը ստացավ ու դարձավ պատանդ, այսինքն մարդի ազատությունը, կյանքը, ամեն ինչը ծախում է այդ վերցրած կաշառքի դիմաց, դա բան Հայաստանում մենք ունենք այն, ինչ որ մենք հիմա ունենք, ու ես բոլորովին զարմացած չեմ, որ 3.1 միլիոնով ինչ որ տուն է գնել Ֆրանսիայում, եւ դա միակը չի ամենայն հավանականությամբ, իսկ ինչ վերաբերվում է, որ նա կարող է փախնի Ֆրանսիայում, Մարսելում կամ չգիտեմ Կանադայում կամ Ամերիկա ցանկացած տեղ փախնի դե ապրի մտածի վերջ ինքը փախավ ամեն ինչ վերջացած է Էնվերները դες մտածում դուք հասկանում եք ջեմալները դες մտածում փայլատները դες մտածում իսկ այսօրվա աշխարհում փախնել անհետևանք անհետ ուղղակի հնարավոր չի մանավանդ երբ որ պետությունը եղավ օրինական, այսինքն պարտադիր չի իմ նման մեկ ընկնի աշխարհով մեկ իրան ման գա, հա, որ գտնի ականջը քոքից փոքի, ոչ, եթե մեկ ունենք պետություն, ուղղակի դիմում է համապատասխան ընկերներին, որոնք ժամարժան գիտեն, որը երբ ինչ է կատարվել, ում ինչքան փող է վերցրել, ում ինչքան փող է տվել, հիմա որտեղ է գտնվում, այս պահին ինչ անում եւ այլն, այսինքն ինֆորմացիան դրածա դարակներում ընդհանրապես մեծ պետությունա պետք ունենալ, որ մի հատ դիմում ելի ինքեր բրիտանական հետախուզություն, քանի որ գիտեք, հա, այս բրիտանական հետախուզության ինչքան է վստահում, կամ չգիտեմ, Մոսադ կամ ընկեր ռուսներ, արձես, թեկուզ ռուսներին, արարքես մի քանի $100,000 Նիկոլի տեղը տուր, Նիկոլ ոչ թե տեղը կտան, Նիկոլի սկուտերի վրա կբերեն կդնեն կոմոդ, սկուտերի վրա, որովհետև ռուսները նույն ինֆորմացիան Հայաստան սկուտերի վրա տվել են թուրքերին, էլի փողի դիմաց, հասկանում եք, ու այսօր ցանկացած մարդ, որ դրանց հետ հույս է կապում, հենց ռուսների հետ թեկուզ, կամ մեկի հետ, թեկուզ թուրքերի հետ, որ իր անվտանգությունը իրան պահելու են, որտեղ իրանք ծառայություններ են մատուցել այդ երկրներին, ես ձեզ շնորհավորում եմ, ես հələ ամենավատ ճանապարհով գնացի փողը տամ բեր, չէ, ինչ փողը, քաղաքականության մեջ փողը դեր չի խաղում միջ այս պետական հարաբերությունների մեջ,
Հա, երբ որ դու հայտարարում ես, որ դու գնում ես ժողովրդավարական ուղղությամբ եւ դու որոշել ես քո բոլոր կոռուպցիաներին պատժես, ընդ որում նախկին վարչապետի քեզ այնքան օգտող օժանդակող արևմտյան ընկերություններ երկրներ կան, որ կասեն, ահա, դու մեզ պետք ես այդ տարածաշրջանում քո ժողովրդավարական կանխատեսելի դատական համակարգով, որովհետեւ մենք ուզում ենք այնտեղ հենարան ունենանք ու մեր հենարանը պետքա լինի մեր ստանդարտների մեջ, մեր հենարանը չի կարա լինի դուքյան։ Եթե դու պատրաստ ես այդ ճանապարհով, քեզ ի՞նչ է պետք։ Ինֆորմացիա, խնդրեմ։ Օգնություն, խնդրեմ, ցածր տոկոսով վարկեր, խնդրեմ, բայց դու պետք է լինես մեր ստանդարտների մեջ, որ մենք վստահ լինենք, որ ասենք ձեր մոտ գրածված ֆրանսիական կամ անգլիական կազմակերպությունները չեն ունենալու խնդիրներ տեղի օրենքների հետ, բանկային համակարգի հետ, հարկայինի, չգիտեմ, մաքսայինի հետ եւ այլն եւ այլն։ Իսկ մեր ֆիրմաները կարող են բիզնես իրականացնել ձեր տարածքում։ Եվ որը փոխշահավետ է լինելու։ Այսինքն սա է մոդելը։ Ես հասկանում եմ, որ հայկական եւ այսինքն հետ սովետական երկրների տարածքում գտնվող մարդկանց համար սրանք դեռ չընկալելի մասամբ, հա, ստանդարտներ են, որ նման հարաբերություններ կա, բայց հարաբերությունները այդպես է կառուցվում երկարատև ժամկետով։ Իսկ սովետական միությունը ուրիշ ձև ա եղել։ Չէ, ապա ինչ հարաբերություն, ինչ բան։ Արքեզ այսքան ինձ 2 կոպեկով վաճառի քո չգիտեմ, հանքերը, քո ատոմակայանա, վերջը, հա, այսքան։ Ինձ տուր, մնացածը ես քեզ քեշով դիգրպան։ Սենց է եղել հարաբերությունները։ Դա համար էլ հիմա ունենք այն, ինչ որ ունենք, այսինքն ոչի ման չունենք։ Հիմա անցնենք հիմնական խոսակցությանը։ Ինչու՞ն է կայանում հիմնական խոսակցությունը։ Հա, իմիջիալոց այս 6 միլիոն, 70 միլիոն, 80 միլիոն խոսքը էվոսս նստած են իրանցից գո, այս ընտանիքի մասին է։ Այս ընտանիքի մասին է, հիմա ոսենց են նստած։ Ընդամենը իրանք 5 տարի առաջ սենց էին նստած։ Հասկացաք։ Այս նույն մարդիկ են։ Եթե ինձ մեկը կասի, որ այս տրանսֆորմացիան նորմալ է, ես կասեմ, օքեյ, այդ դեպքում դուք իրավունք չունեք պետականություն ունենալու։ Ուղղակի իրավունք չունեք, որտեղ դուք դրան պատրաստ չեք։ Դուք չեք հասկանում ինչ է նշանակում պետականություն։ Պետականություն նշանակում է օրենքների սահմանում, օրենքների պաշտպանություն։ Օրենքները գիտեք ինչի համար է։ Օրենքները հնարել են, հորինել են մարդկանց իրարից պաշտպանելու համար։ Երբ որ գալիս է մեկը, որ մտածում է, որ բոլորի համար պաշտպանության միջոց հանդիսացող օրենքը ինքը առավելություն ունի խախտելու, քաց ունենալով մնացածի պաշտպանության եւ իրավունքների վրա, նշանակում է ինքը արդեն այդ հասարակությունից չի, ինքը տշած ունենալ բոլորին։ Իսկ եթե հասարակության մեջ մեկն էլ գտնում է, որ դա դուրը գալիս է, իրան դուր է գալի, ասում է, «Արի ես էլ կծվեմ քեզ թքած բոլորի վրա», նշանակում է այդ տարածքում չի կարող լինել պետություն, պետականություն, համերաշխություն, զարգացում եւ այլն եւ այլն։ Վերցրեք այդ ամեն ինչը փոխանցեք մի հատ ընտանիքի վրա եւ դուք հասկանաք ինչու՞ն է բանը։ Երբ որ ասենք 5 հոկանոց ընտանիքի մեջ, հա, կա արտոնյալ մեկը, այն 4 հոգին ատում են, ու անպայման դրանից մեկն ասում է ես այդ մոտիկ լինեմ, որ ես էլ ինչ որ արտոնություններից օգտվեմ։ Ու մնացածը սկսում են ատել նաև դրանք, եւ այդտեղ չի կարող լինել համերաշխություն, չի կարող լինել, դե գիտեք, հարմոնիկ կյանք, բացառվում է։ Տեսեք ընտանիքի մոդելի վրա ինչքան պատկերավոր է։ Նույնը հասարակության մեջ է։ Եթե մեկը այս վիճակից կարա թռնի ստեղ ու ինքը արհամարած ունենա, թքած ունենա, ասի դուք նախանձները, դուք ոչնչությունները, հա, մի խոսքով, նշանակում է եղբայր, դու ունես այն ինչ որ ունես։ Եվ այսպես առավոտ շուտ աշխարհը բացում եմ, տենամ ինչ։ Փաշինյան Նիկոլը Սրբազանի կոչանում գնա քերու կնգան դուրբեն։ Չէ, շարունակել։ Այսինքն եղել է, հիմա պետքա շարունակի։ Ես անկեղծ եմ ասում, ես մտածեցի էջը կոտրել եմ։ Ես ասի, հաստատ մեկի դաժան կատակն է կամ արհեստական բանականությունն է։ Օգտագործել մի բան նկարել են, էլի, սա հնարավոր չի, սա հանրապետության վարչապետը չի կարող ասի, եթե նա նույնիսկ նրա անունը Նիկոլ Փաշինյանն է։ Կարդ պարզվեց նույնիսկ ես ավելի լավատես եմ, քան իրականությունը կա։ Այսինքն ես հիշում եք, երեք ասում էի, որ Նիկոլն ու Ալենը իրար հետ մրցակցության մեջ են, որը ավելի ստոր կարող է լինի։ Հա։ Երբ որ
Ալենը արդեն ամենաներքևն էր, տակից դուրը ծեծեց Նիկոլ Փաշինյանը ասեց, ես ավելի ներքև կարեմ իջնում եւ մարզվեց այս ամեն ինչը լուրջ է ինչն է ասես սա ասեմ շոկ երևի շոկ չէ ես ուղղակի մտածում եմ արդեն էլի նույն բանի մասին սա հետևանքներն է ինչն է ներսում որ նման տեղեկատվական աղբով լցնում են բացի այն որ ցույց են տալի իրանք ինչքան կարող են ստոր բանել ասենք անսահմանափակ հա իրանց բավերի մեջ դրսևորումների մեջ առանց սահմանների ուզում հասկանամ որն է ինչն են թաքցնում ինչն են մեզանից ուզում հեռու պահել ինչ է եւ այս հարթումից հետո այդ այսպեսի մի հարթում անկավ միանգամից Հայաստանի տեղյակ մարդիկ պատասխանել են Փաշինյան Նիկոլին այլանդակ փչացած կնիկա որ ասում է հրերի կատու կարող է մենակ ես իր հետ չեմ եղել դա որպես տղավարդ բայց ամբողջ տարածքն եղել է ուրիշ բան չունեմ ասել ասեց կարող է այնը չասեց վստահ այնը լիստումը բախեցա որ կամ կինը կողքն է կամ մտածեց կարող կինս լսելու է այսի ասեմ ես չեմ եղել հա ասեց կարող է մենակ ես չեմ եղել բայց ամբողջ տարածքը հետ եղել է հրերի կատվի հետ այն որ ասում ես քերուտ կնա հետ գնա սայենս բաներ Փաշինյան Նիկոլ այսօր հետքը chat GPT-ին հարց էր տվել ինչպես կբնորոշի chat GPT-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի պահվածքը ինքը պատասխանել է հիմա ես ուզում եմ ձեզ ցույց ներկայացնեմ որ չասեք սա իմ պատասխանն է իմ պատասխանը ես ինչ էլ ասեմ դա լինելու է սուբյեկտիվ հա իմ պատկերացումների մեջ իմ արժեքային տիրույթներում եւ իմ անկալումների շրջանակներում բայց ես հիմա ցույց կտամ դες արհեստական բանականությունը ինչ է ասում այս մասին եւ այսպես ճիշտ ասած ես չգտա հետքում տպագրվածը բայց ես կներկայացնեմ ձեզ այն ինչ որ ասում է chat GPT-ն արհեստական բանականությունը եւ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերոհիշյալ գրառումը սրբազան գնա շարունակի մի խոսքով քերոկնդան դոմպերիձը դիժ գործում ես մի քանի տեսանկյունից էական մտահոգություններ է առաջացնում մարդու իրավունքների արժանապատվության պաշտպանության համատեքստում առաջին արժանապատվության ոտնահարում մարդու արժանապատվությունը հռչակված է որպես հիմնարար իրավունք ՀՀ սահմանադրությամբ եւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եվրոպա գնացող ոչնչությանը նաեւ քաղաքացիական ասել եվրոպական կուսակցությանն են բան կար չէ՞ մի հատ այնտեղ եվրոժետոններ կար դեռ դրանք չեն արձագանքել հեսա կասեմ այդ եվրոժետոններից որն է ով արձագանքել նաեւ քաղաքացիական կամ հոգևոր գործիչների այսպիսի ձևակերպումներով անձնավորված վիրավորանքներն անմիջապես վտանգում են տվյալ անձի արժանապատվության պաշտպանությունը վնասված իրավունք մարդու արժանապատվության իրավունքը ՀՀ սահմանության 3-րդ եւ 22-րդ հոդվածներն են պետության բարձրացիչյան պաշտոնյայի խոսքը մարդու նկատմամբ պատշաճ լինելու պարտականություն խոսքի ազատության չարաշահում Չնայած որ խոսքի ազատության նույնպես հիմնարար իրավունքներից է պետական պաշտոնյաների խոսքը չի վայելում նույն ազատության սահմանները ինչ շարքային քաղաքացիների նրանք պարտավոր են ցուցաբերել բարձր քաղաքական եւ բարոյական պատասխանատվություն մարդու իրավունքների եվրոպական դատարանի դեպային իրավունքից միեդը բազմիցս շեշտել է որ պաշտոնյաների խոսքը պետք է հավասարակշռված լինի հատկապես եթե այն ուղղված է անհատներին կամ հանրային խմբերին ընդհանուր հասարակական բարոյականության եւ հրապարակային խոսքի որակի Պետության ղեկավարի կողմից հրապարակային հարթակում ոչ պատշաճ լեզվամտածողության բարված գրառումը բացասականազգ է տալի հանրությանը նորմալացնելով վիրավորանքը որպես քաղաքական գործիքի մաս։ Հիշում եք այն Էշմիածի դպրոցներից մեկում հավաքալի կողմեր։ Մի խոսքով են պատմության դասատուի հետ կապված են կոնֆլիկտը որ կար, որ երեխաները ոչ նորմատիվ լեքսիկոնով էին խոսում, հա, հոդս արև բան այդ կարգի մենք էլ քննադատեցինք, ու ես ասեցի երեխակից ինչ եք նեղանում, ինչ եք նեղանում, երբ որ բանում վիզիտ կտրեմ, համբալ, ոչնչություն, գոմ եւ այլևս, այս ամբողջով լսվածը, ընդ որում պետական ամենաբարձր պաշտոնների ցումակարդակների վրա են այդ ամեն ինչը խոսում,
Մենք ոնց կարող ենք երեխեքից նման բան, այլ բան պահանջել։ Հիմա ես հարցնում եմ, էլի եք Մերձավանի գյուղի դպրոցը։ Հիմա էլի եք այդ երեխեքին դատապարտում, Ժորժ ջան։ Հիմա դու պատկերացնում վաղ ես, Դոմփելը մտավ դպրոց, ոչ մեկ չի կարողանա ասի երեխուն մի օգտագործի այդ բառը, ոնց է մի օգտագործի։ Երկրի վարչապետն է գրում, ոչ թե օգտագործում, ասում է վիզիտ կկտրեմ, գոմ, անասուն, ինչ ասես ասում է, կգամ գնանք Դոմփի սրանը։ Հիմա այդ երեխեքին մենք կարող ենք ուրիշ բան պահանջել նրանից։ Գնանք առաջ։ Հնարավոր իրավական հետևանքներ, տեսեք ինչ ասում։ Եթե նշված արտահայտությունը ընկալվի որպես հրապարակային վիրավորանք, օրենսգրքի 410-րդ հոդված, հա, կապը կարող է հալուցվել համապատասխան իրավական գործընթաց։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կամ այլ իրավապաշտպան կառույցներ կարող են դիմել արձագանքելու ըստ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների։ Հիմա ձեզ տեսնեմ, չգիտեմ, Բագրատ Սրբազան, Գարեգին կամ ընդհանրապես եկեղեցի։ Ես կյանքում չէի պատկերացնի, որ ես կարող եմ եկեղեցի ես այս կոլա եկեղեցի եմ պաշտպանում։ Նույնիսկ դուք գիտեք, ես Բագրատ Սրբազանին ոնց եմ վերաբերվում։ Բագրատ Գալստանյանին, չէ՞, որպես քաղաքական երևույթ այս ընթացքում, բայց ես կյանքում թույլ չեմ տա, որ նրա ընտանիքին նրան որպես նրան քերուն սա ուրիշ դաշտ է, մարդ չի կարող այսքան դիշովի լինի, չնայած եթե անուն Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊԻ-ցա կարող է լինի, կարող է փաստորեն լինի։ Ու դրա համար պետք է լինել ծայրահեղ ոչնչություն, էլ ինչ ասեմ, ոչնչություն չէ, հայերեն բառապաշար աղքատան Նիկոլին նկարագրելու համար, ինչ ուզում եք ասեք։ Եզրակացություն, վարչապետի այս գրառումը հակասում է պետական բարձր պաշտոնյային պատշաճ վարքագծի եւ խոսքի պատասխանատվության ակնկալիքներին, այն կարող է դիտարկվել որպես մարդու արժանապատվության խախտում, հատկապես հաշվի առնելով, որ ասիագրված է հոգևորականի եւ արվում է հրապարակային կերպով։ Սա ես չեմ, սա չոր մեկնաբանություն է։ Հիմա հարց, ես քանի օր ասում եմ մեր կաթողիկոսին եւ Կիլիկիայի թեմի առաջնորդին։ Խփեք զանգերը։ Չեմ հասկանում ինչի եք սպասում։ Էլ ոնց ձեզ նվաստացնի, էլ ինչ ասես ու մենակ ինքը չէ։ Էլ ինչ անես երևույթը։ Ապացուցեք, որ ինքը ճիշտ չի։ Որովհետև ձեր լռությունը մարդկանց մոտ տարակուսանք է արտնասում։ Ոնց թե, ասում է պատասխան չկա։ Ինչ սպասում եք Մոսկվայից զանգեն ասեն բանալեք դրան, ոչնչացնեք, ճզմեք սատկասեք թող գնա։ Դուք չես զգում սա հասկանալով հանդերձ, որ դուք սպասում եք Մոսկվայից զանգին, միջև վերջի խազը նվաստացնելու է ձեզ։ Ոչ միայն ձեր բարեկամներին, ձեր բարեկամներին, ձեր ամենամոտիկ մարդն, մարդու քերու տնգան, պատկերացնում եք ինչքան պիղծ է։ Այս պիղծի մասշտաբները դուք պատկերացնում եք։ Գնանք պիղծի այլ դրսևորումների նայենք նաև։ Սա նաև պնդում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Սա այս պիղծը ուզում է կաթողիկոս ընտրության հարցում էլ ձայն ունենա։ Բայց ոչնչություն, դու նույնիսկ քո ընտրության հարցում դու ձայն չունես։ Դու ոչ մեկ ես։ Դու հայկական իրականության մեջ, ես չգիտեմ, եթե Հայաստան աշխարհում, տեսա քաղաքական կատեգորիա չի։ Սա բացարձակապես բարոյական կատեգորիայում է։ Այս հարցը, ստե ոչ մի քաղաքական բան չկա։ Եթե Հայաստանի Հանրապետության մեջ, չէ Հայաստանի Հանրապետության մեջ, ամբողջ աշխարհում մեկը կա, որ կասի, որ սա նորմալ է, ու սա վերին աստիճան շանտավություն չի, մեղմ եմ ասում։ Մեղմ կուզեի իրականում ասել սա ինչ է։ Չեցելի կարող է քիչ լիներ։ Ականջդ կանչի դոգ, տեղը տերևում է, բայց զգում եք դոգի հացին քար են գցում սրանք։ Անենց են կարոտել, ասես վակուումը ուզում են լցնել, մարդու կնիկ ընկել են, չես կնիկը չի։ Մարդու սիրուհի ընկել են այս վակուումը լցնելու։ Հեսա ինքը դուրս կգա, ու ամեն ինչ կդնի տեղը, ձեզ էլ հետը։ Արդեն ինչ է ասում, ես մոռացա։
Եվ այսպես։ Եվ ասում է եվրոպական կուսակցություն մարդու իրավունքները ChatGPT-ին ասում են, որ սա կարող են նույնիսկ դատի տալ, պատասխանատվության ենթարկել, չէ՞, բայց դե եվրոպական եվրոժետոններ չեն լինի, եթե նույնիսկ իրենց չզոհաբերեին Նիկոլ Փաշինյանին փրկելու համար։ Ու պնդումը պիղծը ես որպես նախկին ճեմանանական քչերը կարող են իմանալ այն ինչ ինձ է հայտնի Արման Բաբաջանյան։ Իսկ Արման Բաբաջանյանը սկսել է Հայաստանում YouTube շարժումը։ Գիտեք այդ YouTube շարժումը որն է։ YouTube, չէ, ներողություն, Me Too, սխալ եմ ասում։ Me Too։ Ուրեմն տարիներ առաջ աշխարհում սկսեց Me Too շարժում եւ տարբեր կալիբրի դերասաններ, երգիչներ սկսեցին պատմել, թե իրենք ինչ սեռական ոտնձգություններ են ենթարկվել, ում կողմից բազմաթիվ ռեժիսորներ, դիրիժորներ, քաղաքական դեմքեր ընկան այդ հոսանքի տակ, կիսա ճիշտ, կիսա սուտ, մենք այդպես չիմացանք որն է ճիշտ, որն է սուտ, բայց Me Too սկսեց շարժումը եւ ամենը սկսեց պատմել իր նկատմամբ կատարված սեռական ոտնձգություններից։ Եվ այսպես Արման Բաբաջանյանը որպեսի փրկի Փաշինյան Նիկոլին, որ ասի ոչ թե ինքը սադիկայա, հա, որը մարդու իրավունքների արժանապատվությանն է, ասենց այդ պաշտոնից այդ դիրքից կպնում, այլ ինքը ճիշտ է ասում։ Այ ինքը ճիշտ է ասում, ոչ թե քերու կնոջ մոմենտով, այլ ինձ պղծել են ճեմարանում։ Պատկերացնում եք ինչքան մարդ պետք է սիրի Նիկոլին, որ ինքն է զոհաբերվի Նիկոլին փրկելու համար։ Հիմա ուղղակի Արմանին ուզում հարց տամ։ Ելով եք, ովքեր են եղեք քո հետ։ Ինձ օրինակ ամբողջ ցուցակն է հետաքրքիր։ Ես գիտեմ ասամ։ Հա, բայց ուղղակի ես չգիտեմ, իրանք ճեմարան չեն սովորել այդ ժամանակ, հա։ Ես պահանջում եմ եւ բոլորը ինձ հետևողները, ինձ թվում է բոլորին հետաքրքիր կլինի, թե քո հետ ել ովքեր են եղել, երբ որ քեզ բացում էին ճեմարանում։ Եվ ել ինչ այդ կարգի պատմություններ կան։ Ելովա պաշտպանում Փաշինյան Նիկոլին։ Ez զույգերը, Շինյան Բաբաջանյան։ Ինձ քերին ու քերակինը, բազմա քերակինը գտնվել է։ Սա այս նարկամանը սքեմի տակ թաքնված բոլոր սրբապիղծների դիմակը պատրելու ենք Արտուր Հովհաննիսյան։ Դիմակ են պատրում։ Լավ է, չէ՞։ Ես կարող եմ հասկանալ, որովհետև ինչի չպետք է պատրեն, որ իրանք պատրելու բան չունեն, ամեն ինչ պատրված է, մենք իրաց մասին բոլորս ամեն ինչ գիտենք, եկեղեցին է լռումը, հայլը ձեր դիմակը պետք է պատրենք, բայց երբեք նզովելու սրանց, գիտեք։ Իմ ճելոց ասեմ, այսօր ասեմ, սա էլ միացավ, երաշտպաշտության ամենամեծ դոզան կենտրոնացված է հենց եկեղեցում, բայց դուք եկեղեցու հետ ինչ գործում եք, կերծեր։ Եկեղեցին իր թերություններն ունի, եկեղեցին այն միջավայրն է, որը ինքը իր խնդիրներն ունի, բայց դա ձեր տարածքը չի, եկեղեցին պետություն չի, պետությունն էլ եկեղեցի չի։ Հա, դուք սահմանադրության առաջ եք պատասխանատու, նրանք իրենց Աստվածի առաջ։ Դուք հանցագործներդ, ինչ գործ ունեք ընդ։ Դուք պիղծերը ձեր բովանդակությունով, ձեր ապրելակերպով, ձեր տեսակով, պիղծ։ Դուք ո՞ց կարաք ուրիշին ասեք, բանը աչքի դվերը ունք կա։ Սա դուք չեք։ Ինչ օրը 1,700,000 դրամ, այս այդ Նիկոլի Սիրուհին է ասում։ Կեցության ծախսը, այ էշ։ Հա, բանը, այս ընկերն ասում։ Ասում, ոչ թե ուղղակի տխմար, այլ վերջացած տխմար պետք է լինել նման բան տեսախցիկների առաջ ասելու համար։ Տեսեք, այս ամուսինները դուրս են եկել, ասում են ֆինիշնի պրիմոյ, այն վերջնական, ասենց որ արդեն վազում է դեպի ֆինիշ, վերջնակետ։ Եվ պետք չի զարմանալ, որ վաղը ինչ են ասելու, էմիսորն ինչ են ասելու, սա տակ շատ խորը բան կա թաքնված, չափազանց խորը բան կա թաքնված, որ արտահայտվում է նման ձևերով։ Ես կարող եմ ենթադրել, եզրակացնել ուղղակի, որ այդ ինչ որ մենք ուզում ենք լսենք, մենք պետք է լսենք ու նշանակություն տանք, որպեսզի դա
ինչ որտեղ մերմվի, իրանք ինքնազոհաբերվում են, ինքնամերկանում են, ինքնապայթում են, պայպեթում են, ասեմ, ուրիշ ոնց ասեմ, որովհետև բանականության, տրամաբանությունից դուրս է այս ամեն ինչը ինչ որ իրանք անում են, որովհետև այն ինչ որ իրանք անում են, կրակում են իրենց ոտքերի, գլխերի եւ ամեն ինչի վրա։ Իմիջիալոց ես ասեմ, նայեք բանում դաշտում, լրատվական դաշտում, ես մի քանի հատ տեսել եմ, բայց ամեն ինչ չի որ հասցրեցի ֆիքսեմ, ովքեր Նիկոլ Փաշինյանի արդարացնելու համար սկսում են եկեղեցու թերություններից խոսել, իրանք աշխատում են ուղիղ Փաշինյան Նիկոլի համար։ Տեսեք նույնց եմ ասում։ Փաշինյան Նիկոլը իրականացել է ոչ թե արշավ եկեղեցու դեմ, սա եկեղեցու հետ կապ չունի։ Բաղդադ Գալստյանի քերին ու իր կինը եկեղեցու հետ ոչ մի կապ չունեն, սա արշավ չի մենակ եկեղեցու դեմ, սա բարոյական ամենավերջի դրսևորումն է։ Ոնց եմ ասում, այդ բառերը չեմ ուզում օգտագործեմ ուղղակի, ես խնայում եմ ինձ հետևողների զգացմունքներն ու ականջները։ Ես չեմ ասի դա ինչա։ Բայց դուք ինքներդ պատկերացրեք, որ դա նույնիսկ հայերենում նորմատիվ բառապաշարում նկարագրելու բան չի։ Սա արշավ չի եկեղեցու դեմ։ Եվ նրանք, ովքեր սա ներկայացնում են արշավ որպես եկեղեցու դեմ, եւ փորձում են պրոբլեմներ գտնել եկեղեցում, արդարացնելու համար ճիվաղային դրսևորումը, նրանք նույն կարգի ճիվաղներ են։ Ես նույնպես եմ ասում, հետևեք դուք նայեք, ինձ մի հարցեք, որտեղ ես տեսա մի քանի, բայց անուններն էլ չեմ հիշում։ Ես ում որ հասցրել էի, դրեցի ես, այս Արտուրին են, դոկտոր Մահին, իր բանը, Բաբաջանյան քույրերին, քերուն եւ քերակնգանը, ում կարողացել է բանը, բայց դուք նայեք ու հիշեք դրանց։ Հիշեք, որ հետո նույնիսկ չընկնեք նույն մանիպուլյացիայի մեջ, որտեղ ես որ նայում եմ հարց ու պատասխանները, ես որ նայում եմ մարդկանց ռեակցիաները, տարբեր մարդկանց խոսակցություններում, տեղացած ինչի են մարդիկ այսքան է հիշում, ինչի է մարդու հիշողությունը այսքան կարճ։ Ինչի էլի։ Ոնց եք ակնկալում, ոնց կարող եք մտածել, որ պարապած սրիկան ինքը դառնել է օբյեկտիվ վերլուծաբան կամ քննադատ։ Չի լինում նման բան։ Եղբայրս չի լինում, հարազատ ջան, չի լինում։ Որովհետև ես չեմ հավատում մարդու փոխվելուն։ Մեկ, երկրորդն էլ մարդը մի անգամ որ փողը վերցել է արդեն, դա չի կարող կյանքում հետ կանգնի։ Որ պահին հետ կանգնես չարեց, աղանջի կոլորել։ Հենց փողը տվել, հենց փողը տվողը։ Հասկանում եք, չի լինում նման բան։ Բա ինչի դիմաց պիտի չանի, խիղճն արթնանալու։ Չկա նման բան։ Մարդը որ փողով խոսում է, նրա մոտ արդեն ի սկզբանե չի եղել խիղճը։ Նա այդ խիղճը եղած, այսքան, չգիտեմ, արդեն փոխանակումը կատարել է, գործարքը եղել է, դա չի կարող նա հետ բերել, չի լինում նման բան։ Դա բան եմ ասում, հիմա նայեք, ձեր էլի տեսադաշտում, եթե կտեսնեք, այս ճիվաղացին երևույթը, սոսկալի երևույթը, մարդու ընտանիքը, կնոջը, քերուն, այս կարգի բան ասելը, օգտագործում է որպես արշավ իբր եկեղեցու դեմ ու եկեղեցին էլ ինչ որ խնդիրներ ունի եւ այդպես արդարացում է, դուք տեսնում եք պարապած Նիկոլի ծնունդի, ուրիշ բան չեմ ասում։ Ես քանի օր առաջ եւի հիշում եք, այդ բանը Փաշինյան Նիկոլը զարմանում էր ասում, «Այդ ի՞նչ մի աղմուկ էր արել այդ բանը հարսանիքը»։ Այդ ի՞նչ մի բան։ Հիշում եք, ես ուզում եմ թարմացնեմ այդ հարսանիքի փողերը որտեղից է գալու, ինչ քանակությամբ։ Ունեցվածքը, նույնիսկ ունենում ենք մենք այս ամեն ինչը ոչ թե քաղաքացիների համար անձնական ողբերգություն է, որ շատ դեպքերում մարդիկ կորցնում են իրենց ունեցվածքը, նույնիսկ ունենում ենք մենք դժբախտաբար ինքնասպանության դեպքեր, սա պետության կողմից անտեսվածը չաթերթավոր եմ ես ասում, ու վերահսկողության բացակայության ներքո գործող բիզնես ոլորտը։ Անտեսված չի եւ վերահսկողությունից դուրս չի, քաջալերվող բիզնես ոլորտն է։ Ես այս բոլորիդ հիշացնեմ, ես վստահ եմ, որ մարդկան մոռացել է, որ միջև ընտրությունները, միջև 18 թվականի ընտրությունները, Ալեն Սիմոնյանը հնարավոր բոլոր տեղերը պատրում էր, ասում էր, մենք որ եկանք իշխանության, այս տոտո մոտո ամեն ինչ վերանալու է, ասել ասում եմ, աշկս կտեսնի այդ օրը, տեսնես թե չէ։ Մի անգամից սկսեց ծաղկել,
մի անգամից ինքը դառա փայատեր ու մի անգամից սկսեց ծաղկել։ Նենց որ չի անտեսված, հակառակ քաջալերված է։ Հիմա ես փորձեմ կարճ ներկայացնեմ, թե ինչ աշխատանքներ է ընդհանուր կատարվել այս 4 ամսվա ընթացքում, որից հետո կանդրադառնամ ձեր հարցերին։ 4 ամսվա ընթացքում աշխատանքները սկսվեց նրանից, որ փորձեցինք պետեկամուտների կոմիտեից, որը հանդիսանում է ոլորտի վերահսկող մարմինը, հասկանալու, թե ինչ թվերի շրջանառության մասին է խոսքը։ Պետեկամուտների կոմիտեից մենք ստացանք նամակներ 2024 թվականի շրջանառության վերաբերյալ ու համեմատության մեջ դնելով այս ամենը 2018 թվականից հետո, ինչի համար 2018 թվականից, որովհետև 2018-ին եղել է ամենացածր ցուցանիշը այս ոլորտում, ընդամենը 0.3 տրիլիոն դրամ, այսինքն 333 միլիարդ դրամ։ 2024 թվականին ոլորտի աճը կազմել է 2037%։ Դուք պատկերացրեցիք ինչ է նշանակում 2030%։ 2037%։ Մարդիկ տնտեսական աճ ունենան 6-7%, 6-7%։ Համարում են հսկայական հաջողություն, 6-7%, սրանք 2037% աճ։ Ո՞նց եմ ասում, ցանկացած երկիր, ով կարողանում է ապահովել 6-7% աճ տնտեսական, նա համարում է հաջողակ տարի։ Սրանք ապահովել են 2037%։ Այսինքն այս տարիների ընթացքում, 7 տարվա ընթացքում անհավանական թիվ է որպես խաղադրույք տրվել այդ ինտերնետ խաղումով շահերի մեջ ու անհավանական շահում է տրվել խաղերի մասնակիցներին։ 26.5 տրիլիոն դրամ որպես խաղադրույք ընդունել են այդ ընկերությունները եւ 26 տրիլիոն դրամ խաղերի մասնակիցներին վճարել են շահում։ Սա 2000 Ասեմ ձեզ, իսկ իմ ոնցած տեղեկություններով 26.5 տրիլիոն դրամ իրանք եկամուտ ունեցել են ու 26 տրիլիոն դրամը բաժանել են իրար մեջում։ Ինչ տալ, ինչ շահեր, 26 տրիլիոն դրամ սանտային մարդկանց, կասում եք ինչը, ամեն մի ժամում 2 միլիոն դոլար Հայաստանում խաղադրույք է կատարվում։ Այդպես խաղադրույք երևի Լաս Վեգասում չկա։ Բա զարմանում եք, որ այս ամեն ինչի տերը համալիր է փակում։ Ինքը կարող էր նաև համալիրի երկինքը փակել։ 26 տրիլիոն դրամ, ասենք ժամը 2 միլիոն դոլար։ Ժամը 2 միլիոն դոլար ու 24 ժամ։ Տարին 365 օր։ Մեկ ինչ որ 3 միլիոն դոլարից ենք խոսում, որ սրանք ունենան։ Չէ, սա ընդամենը բաներն է, ավազահատիկներն է, ավազահատիկները։ Որ Հայաստանում նորից եմ ասում, հարգելիներս, եթե մեկը կա, այսօր իմ հարազատ մարդու հետ է խոսում, ինքը ինչ-որ անուններ է տալի, որոնք այդքան էլ գոհ չեն Փաշինյան Նիկոլից եւ մտածում են նրանք ազնիվ մարդիկ են։ Ուրեմն, եթե Հայաստանում մեկը կա, որ ուղիղ, ոչ անուղակի, ուղիղ, չի ասում, որ Հայաստանի Հանրապետությունը օրենքից դուրս երկիր է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը սահմանադրությունը խախտող հանցագործը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ թե հիմար է, այլ պարապած հանցագործների խումբ, սա կազմակերպած հանցագործների խումբ է, որոնք ավիրում են երկիրը, սպանում են մարդկանց եւ հանձնում են հայկական տարածքները եւ դա հիմարության հետևանք չի։ Դա հիմարության հետևանք չի, հիմարության համար իրենք դատում են, կամ հիմարի ձեռը բռնում է։ Օրենքը կանխարգելում է կամ չգիտեմ, կանխարգելիչ միջոցառումներ է ձեռք բերում, չէ։ Ով ուղիղ չի ասում, որ սրանք հանցագործ են, սեյական մարդասպան, սահմանադրությունը խախտած, բարոյական բոլոր տեսակի նորմերը խախտած, եւ սրանք իրավունք չունեն Հայաստանում 1 ժամ ավել ղեկավար լինեն, ինձ գոյություն ունենան, դուք ձեր դեմը տեսնում եք տարբեր մասշտաբի, տարբեր կալիբրի մանիպուլյատորի, վարձկանի։ Որովհետև եթե մեկի համար այս ամեն ինչը սակարկելի է ու այնքան էլ հստակ չի, ուրեմն կամ իդիոտ է, կամ վարձկան, ուրիշ բան չկա։
Տվեք ցանկացած մեկին դրեք դեմս, ես իրեն ապացուցեմ կամ ինքը վարձկանա, կամ իդիոտ։ Եթե փորձի ես եղածը, այն ինչ որ եղել է մեր պետության հետ, այն ինչ որ հիմա այսօր է խոսացել, երեք է խոսացել, դա նախկին օրն է խոսացել, արել է, գնացել է, հանդիպել է, ստորագրել է, գործողություններ իրականացնել։ Եթե նա չասի, որ սրանք չընդունի, որ սրանք հանրապետության սահմանադրությանը եւ ընդհանրապես բոլոր իրավունքներին դեմ է, եւ սա հանցագործության պետականության դեմ, նույնիսկ ասում կամ իդիոտ է ունակ չի հասկանալու կամ վարձ կա։ Ում ուզում եք հարցրեք, ինչ կալիբրի ուզում է լինի քաղաքական գործիչ վերլուծաբան, թքած ունենամ։ Եթե կարող է մեկը սկսի շուրջը պատտվել, անհնարին է։ Ուրեմն դու գործ ունեք, վարձ կանի հետ առանց վարանելու, առանց երկիմաստության, առանց հետին մտքերի, որովհետև այն որ ուղիղ մարդ է, ինքը ասում է, այն որ սրիկա է, փորձում է չասի, այն որ ավելի սրիկա է, փորձում է չասելու վարդարացնի։ Գնանք ակ։ Հիմա ստականքին լսեք, սա գիտեք ով է, նախկին գայիշնիկ, ԿՊ-ական Արմեն Խաչատրյանը, ասում է, էսկալացիա կլինի, եթե հայկական կողմից համարժեք պատասխան լինի Ադրբեջանի ուղղությամբ։ Ես հիմա ասում, սա պետական հանցագործություն է։ Տեսեք, հեռու չեմ գնում։ Ուրեմն, ասում է համարժեք պատասխանը էսկալացիա է տալու, ասում մենք համարժեք պատասխան պետք է չտանք, որ էսկալացիա չլինի։ Սա նշանակում է բանակին զրկել են իր հիմնական պատասխանատվությունը պարտականությունը իրականացնելուց։ Այսինքն տվել են դավաճանական հրաման, որ երբ որ խորհրդակրակում են, դու լռի։ Երբ որ քո գյուղերը ռմբակոծում են, դու լռի, այսինքն բանակի պաշտպանության ֆունկցիան սահմանված սահմանադրությամբ խախտված է։ Հիմա սրա դեմ, եթե մեկը կարողանա սենց մանյովրել, դու վարձ կանաս, ուրիշ տարբերակ չկա, որտեղ սահմանադրությամբ գրվածա տրվածա բանակի պարտականությունները։ Գենշտաբը ինչի համար է, սպաներն ինչի համար են, հերթափոխությունն ինչի համար է, հետախուզությունն ինչի համար է եւ այլն։ Այսինքն ամեն մեկը սահմանված է, ամեն մեկի գործողություններն ու պարտականությունները սահմանված է սահմանադրության եւ Արմեն Խաչատրյան վիժվածքը չի, որ պետք է սահմանի, բանակը պատասխանի, թե չպատասխանի, որովհետեւ բանակը պատասխանելու համար է։ Հիմա ես գալիս եմ բարոյական կողմի վրա, բերեմ ընտանիքում, որ պարզ լինի։ Արմեն Խաչատրյանի տուն են մտնում, ասենք Արմեն Խաչատրյանն ունի երեխեք, աղջիկներ, տղաներ, չգիտեմ, եւ կին։ Տուն են մտնում դիմացի հարևանները, հարբած, եւ բաներ են պահանջում։ Ինչ ուզում անում են։ Արմեն Խաչատրյանը այս նույն լուրջ դեմքով կնոջն ու երեխաներին խորհուրդ է տալի, էսկալացիայի չգնալ։ Չէ, չդիմացել, որ հանգիստ էսկալացիա չլինի։ Ասեք, ով է Արմեն Խաչատրյանը։ Ասեցիք ով է Արմեն Խաչատրյանը, հիմա բերում է պետության դեմ։ Պետության մեջ նորմալ չի կարող լինի, որտեղ պետության մեջ Արմեն Խաչատրյանի երեխաների դերը եւ ազատություններն իրավունքները սահմանված օրենքով։ Արմեն Խաչատրյանը չի կարող նրանց օրենքով սահմանված ազատություններն իրավունքներից զրկի։ Այսինքն ընտանիքում կարող լինի անառակի ծնունդ, հա, բարոյական իմաստով, բայց պետության մակարդակի վրա դա հանցագործություն է։ Հերո մի գնացեք, եթե Հայաստանում կա մեկը, որ այս բան հայտարարության համար չի ասի, որ հայլարած պայգաման, որ Արմեն Խաչատրյանը ոչ թե միայն բարոյական վիժվածք է, այլև պետական հանցագործ, չի ասի դա, ուրեմն ինքը նույն ձևի մի երևույթ է։ Որովհետև նման բան դարձնել պետական քաղաքականություն, դա արդեն հանցագործություն է, ինչ ասեցիք։ Ասեցիք։ Սենց է, եթե մենք պետք է սկսենք բան անել, սակարկել բազար անել, կներեք այս բառից համար, հա։ Ես ես հարց եմ տալի, տունը մտնեն, բանդիտներն երեխեքի տաշկիտ առաջ բռնաբարեն, դու ասես մի դիմացեք, որ էսկալացիա չլինի։ Ում հետ է հնարավոր սա լինի։ Այսինքն մենակ ինքը կարող է հասկանալ Արմեն Խաչատրյանին։ Ես չգիտեմ Հայաստանում քանի հոգի կան, որ այդպես կհասկանան Արմեն Խաչատրյանին։ Ես իրանց էլ եմ ասում, դուք բարոյական վիժվածքներ եք, դուք գոյություն չունեք որպես մարդ։ Իսկ պետության պարագայում, պետության պարագալուց, դուք հանցագործ եք արդեն, որովհետև եթե դուք տանը ձեր կարակ լինեք անբարոյական,
բայց պետության ղեկավարի համար այն ChatGPT-ն է նույնիսկ ասում, որ հասարակ մարդու եւ պետական մարդու պաշտոնյայի վարքագծերը տարբեր են։ Դրանք տարբեր իրավունքների եւ պարտականությունների շրջանակներում են դիտարկվում, ոչ թե դելա ոչինչ, չի լինում դելա ոչինչ։ Այդ դելա ոչինչով ենք ապրում, դրա համար էլ այսօր սենց է։ Պարզը։ Գնանք առաջ։ Այսօր դիշվածքը գնացել է Գյումրի, նույնիսկ Գյումրի քաղաքապետը տեղակ չի եղել։ Սա իսգոյ է իրար բանի մեջ, երկրի մեջ իսգոյ։ Նույնիսկ վախեցել է Վարդանիկին տեղեկացրի, որ ես գալիս եմ։ Սա գիտեք ինչ է։ Սա վախ է։ Վախ։ Այն ում ինքը չի կառավարում ուղիղ, ասենք քպայական չի, որ գալու է ոտը գրկի պաչի, ինքը խուսափում է։ Ասենք այս մարդն է, որ տարածքում խուսափում է։ Փախնում է։ Ինքը ճիշտ է անում միջայլոց։ Ինքը գիտի, որ ինքը ամեն տեղ է մերժված։ Նույնիսկ մանկապարտեզը մտել, ես այս երեխեքի վիճակը։ Հիմա ես մանկապարտեզի դարածներին ես բան եմ ասում, տնօրեն եմ ասում, դուք անառակի ծնունդներ եք։ Արա ձեզով է իրավունք տվել այս մատրաշ երեխեքին, բերել թույլ տալ այս տականքը շփվի։ Իմ երեխուն այս տականքը գալ այս դիստանցիայից մոտենալ, ես այդ դայակին, տնօրենին, բոլորից կտոր կանեի։ Դուք վիժված չեք։ Այս անմեղ երեխեքին, այս երեխեքի դեմքը նայեք։ Այս հրեշինը չեք թույլ տվել սա այս երեխեքից անմեղ մաքուր միջավայրը մտնի։ Դուք ձեր կաշին պահելու համար, քծնելու համար այս երեխեքին եք դա եղանում։ Ես ասում եմ իմ երեխեն այս վիճակում լիներ, կարող է այս երեխեքի ծնողներն էլ գան ձեր ուղղակի վիզա օլոր են վարը։ Ու ճիշտ կանեն։ Ու դրանից հետո ինչ ասում սմա։ Հարցել են տուն չունենք, բան չունենք, չեն կարող ապրել, ասում է, ո՞նց են տուն ունենում։ Հիփոթեկ են վերցնում են, հիփոթեկա վերցնում են, աշխատում են ու փակում են։ Սա է պատասխանը Փաշինյանի այն մարդկանց, ովքեր տուն չունեն, ապրելու հնարավորություն չունեն, տնից զրկված են։ Գնացեք հիփոթեկ վերցրեք, հիփոթեկն էլ դրած տալիս էին։ Հիփոթեկի երևի տոկոսներն ու մաշգումանները Նիկոլ Փաշինյանը պետքա տա, հա, այդ աշխատանքներն ընդ դրած է, անենց աշխատանքը, որ դու այդ աշխատանքով համ կարող ես ապրես, համ կարող ես հիփոթեկ փակես, հա, իր աննորմալ տոկոսադրույքներով ու բաներով, հա, գներով այդ բնակարանների։ Այս մարդիկ չեն գնում աշխատել։ Ուշ թե շուտ ընտրություններ ա լինելու։ Այսօր իմ ընկերներից մեկն ասում էր, այն 8%-ը, 6%-ը կամ 10%-ը, որ ես ասում եմ, այդքան էլ այտենց չի, հաշվարկներ կան, որ մինչև 22%-ը բան ունի, աջակցություն ունի։ Նախ ես չեմ հավատում, որ Հայաստանում կա 22% անուղեղ մասսա, չեմ հավատում։ Հայ ժողովուրդը կարա փայլուն չտերապետի մանրամասներին դեպքին, բայց ինքը չի 20% անբարոյական չի կարող լինի 22%։ Չի կարող ուղղակի լինի։ Ես չեմ հավատում դրան։ 5%-ին համաձայն եմ։ Այս պատասխանը լսող գյուղացին ինչ պետք է ասի սրան։ Լերկամսարն է դեռ գտել։ Եվ այն ժամանակ իմացել է, որ կամ այն ժամանակ էլ եղել Նիկոլն ասում է, ես միայն Հայաստանի կառավարությունից եմ վախենում։ Նա Թուրքից ավելի է պաշտպանում Թուրքիայի շահերը։ Հետաքրքիր է, չէ, 100 տարվա գրառում է, 100 տարվա, բայց ինչքան արդիական է հնչում։ Ինչ է ասենց։ Որտեղ ենք մենք այս կարգի թերանում։ Որտեղ ոնց է որ սա շարունակական է։ Ոնց։ Ես այդ հարցի պատասխանը անկեղծ չունեմ, Ժորժ։ Ջոն Գալեգերն է գրել, շնորհավորել է սա Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչն է։ Մի խոսքով շնորհավորանք է ուղղել իր էջում Հայաստանի Սարդարապետի հաղթանակի կապակցությամբ։ Ես ուղղակի հետաքրքրեց, որովհետև ես օրինակ ուրիշ դեսպանատան, ես Ֆրանսիան եմ կարդացել երեք, այսօր սա Բրիտանիան էլ է գրել, նոր անսպասելի է, ասի ձեզ
ներկայացնեմ։ Այո։ Ու բանը շնորհավորում են 1918 թվականի առաջին հանրապետության establishment-ով ոնց հիմնելու կապակցությամբ։ Ես կարող եմ հասկանալ ինչու են շնորհավորում, մանավանդ իրենք, որովհետև 18 թվականի Հայաստանի Հանրապետության հիմնադրելու մեջ եւ նա զարգացնելու մեջ Բրիտանիան ունեցել է սարսափելի մեծ ներդրում։ Սարսափելի մեծ։ Սկսած բյուջեի ապահովումից, զենքերի մատակարարումից, նույնիսկ հագուստների, զինվորների հագուստների մատակարարումից, զինվորների նույնիսկ, չմոռանաք այդ ժամանակվա պրեմիեր մինիստրի իրենց վարչապետի տղան կռվում էր Հայաստանում թուրքերի դեմ։ Հայաստանի համար տարածքներ ազատագրելուց, Անդրանիկ Զորավարին հովանավորելուց, հետագայում Նժդեհին հովանավորելուց, մի խոսքով, ամեն ինչու մեծ մասնակցություն ունեցել հենց բրիտանական կայսրությունը։ Ես գիտեմ ուղղակի սովետական դաստիարակության եւ քարոզչության տակ Հայաստանում դեռ մարդիկ կան, որ Բրիտանիայից խոսում են, ասում Տեր Աստված, գոնե նա գրքի հղում արա, նոր խոսիր, խնդրում եմ, չեմ վիրավորում հարազատ ջան, գոնե մի հատ գրքից հղում արա, որտեղ պատմությունը ուրիշ բան է ասում։ Ինչի է հատուկ շեշտած առաջին հանրապետություն 18 թիվ, որտեղ Բրիտանիան է եղել Հայաստանի դաշնակիցը եւ Անտանտի կազմում ռուսներն էին մեր դաշնակիցները, բայց դավաճանին փախան, սկսեցին թուրքերին զինել, ու այդ ընթացքում էին զինում, որ 20 թվականին համատեղ կերպով գրավեցին Հայաստանը։ Մակասեն բա Բրիտանիան ինչի չփոխեց, ասեն թուրքը գրավել է ռուսի հետ, բրիտանացին է մեղավոր։ Բրիտանիան այդ ժամանակ արդեն ուղղակի թուլացած, հյուծված, այդքան երկար պատերազմների մեջ, իր տարածքները ամբողջը կորցնող կայսրություն էր եւ չկարողացավ անել այնքան, որ կարողանար պահել։ Բայց ինքը արել է ամեն ինչ, որ Անդրանիկը կարողանա պահի, Անդրանիկներ, Նժդեհներ կարողանան պահեն, գոնեն ինչ որ հնարավոր է։ Էլի եղել է օգնություն, բայց այդ մասշտաբների չէ, որ գալ մեր տեղը կռվեր, կներեք, ռուսների դեմ։ Ռուսները գան մեզ թուրքերը գրավեն, ասեն Բրիտանիան է։ Չմոռանաք այս նկարը։ Դուք ցույց տվեք ուրա Բրիտանիան։ Ես կարող եմ ցույց տալ ուրա ռուսներն ու թուրքերը։ Լենինն ու Աթաթուրքն են։ Կողքը Փաշինյան Նիկոլն ու Էրդողանը։ Իսկ այս մյուս կողքը Էրդողանն ու Մեդվեդևը գրկել են այն նկարը, ինչ որ այս տակը կա։ Սա Մոսկվայի պայմանագիրն է, այդ նկարն է, որով կիսեցին Հայաստանը եւ Էրդողանն ու Մեդվեդևը 21 թվականին այդ նույն նկարով նկարվեցին, հաստատեցին իրենց հավատարմությունը այս նույն պայմանագրին։ Դեռ արդեն Փաշինյան ճիվաղն է Ալիևի հետ, ուրախ, ընդեղ էլ Պուտինը Էրդողանի հետ շարունակում են նույն պայմանագրին համաձայն, ոչ թե համաձայն, հարազատ, հավատարիմ իրականացնել այն ինչ որ իրականացնում են։ Ստեղ որտեղ եք տեսնում Բրիտանիան, կամ Ֆրանսիան, կամ Ամերիկան։ Ուրա, ստեղ կա ուրիշ երկիր, բացի այս երկու հրեշներից։ Ես կարող եմ, իհարկե գիտեմ, որ ասենք կարելի է մեղադրել Ամերիկային, ինչի չգալի մեզ փրկում է։ Հետաքրքիր երկիր դուրս եկավ այս Ամերիկան, չի գալիս փրկում։ 3000 որբ փրկելը քիչ է 3000 որբ փրկելը։ Քիչ է, շատ քիչ է։ Հայաստանի Հանրապետությունը սովից փրկելը քիչ է, չէ։ Պետք է գալ մեր հետ կռվել։ Բայց այս մարդիկ ինչ կապ ունեն, ինչ մեղք ունեն, որ որոշել են Հայաստանը կիսեն։ Ամերիկան է մեղավոր, որ մեզ չի գալի փրկի։ Հիմա չի գալի փրկի։ Այսինքն բազմոցագիտական տրամաբանությամբ գիտեք, ես ուզում եմ այս երկու օրը մի շատ կարևոր մարդու հետ հարցազրույց անեմ, ում իդ հարց պետք է պատասխանի ինձ, մտավորական մարդ է։ Այդ երբանից ենք մենք սկսել դիվանագիտությունը խառնել, ասենք սենց ասեմ, խառնել անբարոյականության հետ։ Որ պահից է մեր մոտ սկսել։ Որովհետև այն ինչ որ ես լսում եմ, մեղադրանքներ տարբեր կողմերի նկատմամբ, ես ասում եմ, հələ բեր մի հատ քո ընտանիքի նկատմամբ, վրա էլի։ Մի պատկերացրու, այս պետությունները դե հատուկ ինչ որ հարաբերություններ կա պետությունների մեջ։
Նույն մարդկային հարաբերություններն են։ Երբ որ դու քո ընտանիքին տես չես կանգնում, երեխեդ մուննատ գա հարևանիդ վրա, որ ինքը սոված է, երեխեդ մուննատ գա հարևանի վրա, որ հերը իրան հարբած գալիս է տուն ցեցում է, կարող է գնա օգնություն խնդրի, այդ հարևանները իր հնարավորությունների չափ միջաբանում այս մեջ կարա օգնի, կարա չօգնի, ընդ որում չօգնելու պարագայում դու կարող ես ուղղակի ասել, բայց դու կարայիր չէ օգնեիր, ներվես, բայց էլի նույնիսկ դու չես կարող բան պահանջել, որտեղ միակ բանը, որ դու կարող ես պահանջել, դա դու ես, ու քո ծնողն է, եթե դու ծնողում ես, բայց մենք մինչև այսօր չենք հասկացել այդ տարական բանը, որ մեկից մի բան պահանջելուց առաջ, այդ հարցնանք նայելու մեջ, մենք մեր համար ինչ ենք անում, ես առանց ադյալ քնեմ, մրսեմ, ես դուրս գամ, ասեմ, ինձ ինչի չեկավ հարևանը ծածկել, որ չեմ ասեմ, ես ինքս իմ տաքության, իմ տանիքի ապահովության, որ ջուրը չկաթա գլխիս, պատուհանը չփչի, ես այդ մասին չմտածեմ, հոգ չտանեմ, գնամ հարևանիս վրա մունատեմ, ինձ մեզ հետաքրքիր է, էլի, այսպես համատարած բարոյա զրկումը երբ եղավ, էլի մեր մոտ, երբ սկսեց, կամ կարող է դա չի սկսել, կարող է սա իմ, չգիտեմ, երևակայության արդյունքն է, որտեղ ես այդ հարցի պատասխանը չգիտեմ, ինձ դա հետաքրքիր է, որտեղ այնքան բան եմ ես այդպես կարծում, տենաս ես մտածում եմ աղբեր ասում, լավ, ընկեր, դու որտեղ ես մեծացել, ընտանիքում ես մեծացել, դրսում ես մեծացել պատահական, թեն երթուղայինի վարորդի նման ասելա, առաջացի դու առաջացել ես, անկեղծ մեկ-մեկ սենց ուղղակի մոտ կախում է, տեսնես ես այդ հարցի պատասխանը մի օր կլսեմ, թե չէ, ինձ ինձ հետաքրքրում։ Երկու օր էլ այդ անբարոյական կայսրության մասին խոսենք ու գնանք առաջ։ Չինաստանը արդեն այնքան նավթ ունի, որ չի ընդունել ուղղակի ռուսական նավթով լցված սուպեր լցանավը։ Ու Չինաստանն ու Հնդկաստանը այնքան արդեն էժան ձրի նավթ են գրել համարյա Ռուսաստանից, էլ Ռուսաստանը չգիտի դա չեղած գիտեք նավթն էլ ոնց է, նավթը դուրս է գալի, չեն կարա փակեն։ Այդ նավթը մի բան պետք է անի, որ այդ մարդկանց աշխատավարձ տա, որ բյուջեն մի քիչ փող լսվի։ Էլ ով հնարավոր է Հնդկաստանն ու հիմնական սպառողները Չինաստաններին, մեկ էլ Ադրբեջանով մի քիչ կարողանում է Եվրոպա տանի, բայց դա շատ քիչ է։ Հիմա այդ երկրները այնքան են հագեցել, պլյուս հեսա մյուս շաբաթվանից էլ իրանք էլ չեն կարող առնել, եթե նույնիսկ ուզենան, որովհետև 500% տարիֆներ է գնալու։ Ով գնեց ռուսական նավթ 500% բաները տարիֆներ գնալու այդ երկրների վրա։ Սա արդեն բանը Թրամփը չի ասում։ Սա արդեն սենատն է ասում։ Սենատը ամենաբարձր մակարդակի վրա։ Սան էլ գումարեք, որ այդ երկրում նույնիսկ արդեն պատկերացնում եք ռուսական կայսրությունում Ռուսաստանում կարտոֆիլի խնդիր կա արդեն։ Կարտոֆիլ։ Իրեն կարտոֆիլից այն կողմերը ինչ են աճացել, ցոլ է, հա։ Կարտոֆիլի խնդիր կա։ Գիտեք ինչի, ոչ թե կարտոֆիլ չկա։ Չեն կարողանում ցանել եւ չեն կարողանում մշակել, տեխնիկա չկա։ Տեխնիկան չկա, սանկցիաներ կա։ Շոկեկաշներ չկան, բաների համար, երկաթգծի համար նոր վագոններ չկան, տեխնիկա չկա, տրակտոր արտադրող գործարանները կանգնել են, ոնց չկա։ Ես գիտեմ, մեկը ստեղ ասել է Ռոսիա սիլա, ինքը մեռնող չի։ Ոչինչ, թող չմեռնի։ Թող չմեռնի։ Բայց ես այդ կարգի օպտիմիստ չեմ։ Մանավանդ որ ես նայում ինչքան ճիշտ ուղղությամբ են գնում, Ռուսաստան նորից ուղարկել է իր պահանջները, հա, Ուկրաինայի վերաբերյալ, որպեսզի ինքը սկսի բանակցել, պետք է Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ մտնելուց, պետք է հրաժարվեն տարածքները, որ արդեն Ռուսաստանը գրավել է, ընդ որում այդ բաների պահանջների մեջ չգիտեմ ինչի մտել է Վրաստանը, Մոլդովան, որ իրանք էլ պետք է հրաժարվեն։ Ասկեն պատկերացնում եք Ուկրաինան այս բանակցությունների ժամանակ Ուկրաինան, Ամերիկան ու ասենք Ռուսաստանը պետք է որոշեն Հայաստանի կամ էլ Վրաստանի, Մոլդովայի ճակատագրերը։ Ասկեն այս բաներն են ասում, որ հնարավոր չի, որ ասում է մի բան, սրանք պատերազմելու են միջև վերջին ռուսը։ Իսկ որ մեկը գրել է ռուսները շատ են սիրում իրենց հայրենիքը, ես ուրախ եմ դրա համար, շատ պայքարելու են իրենց հայրենիքի համար, ես դա համարել եմ շատ ուրախ։
Այսքան տեղը այդքան էլ ճիշտ էր, ճիշտ չէ։ Ես շատ ուրախ չեմ, ընդունում եմ, որ իրենք սիրում են իրենց հայրենիքը ու պայքարելու են միջև վերջ։ Ուղղակի մնում է մի բանի հարցը ունենան պատասխանը։ Ով է այդ ռուսը։ Եվ որ ասում է իմ հայրենիք, ինչի նկատի ունի։ Այդ ո՞րն է իր հայրենիքը։ Կրասնոդարը, Մոսկվան, Կովկասը, ո՞րն է, Աբխազիան, ո՞րն է իր հայրենիքը։ Եվ որ մեկ ռուս, ով է այդ ռուսը, ցույց տվեք ինձ այդ ռուսինն էլ եւ այդ որ մեկ ռուս, քանի միլիոն է մնացել ռուս այդ տարածքում, որտեղ որ ապրում է, ու ասեք մի տարի հետո ինչ է մնալու։ Իսկ միշտ մեկ իրար հետ խոսում են, եւս 1000-1500 ռուս այսօր սպանվեց, որ Պուտինը եւս մեկ օր կառավարի։ Մնացածն սովից։ Ես արդեն կարծում եմ, չէ, բանը ինչ է կատարվում։ Ես ամենաշատը նայում եմ ոչ թե ռազմական հաջողությունների, այստեղ խփեց անօթաչներում, դե պայթեցես չէ, սա ինձ բան չի տալիս, այդքան ինչքան տնտեսական ցուցանիշներով։ Ես նայում տնտեսությունը, որովհետև պատերազմը դա տնտեսությունն է։ Տնտեսություն ունես, կարող ես պատերազմ իրականացնել, տնտեսություն չունես, ու պատերազմ չես կարող իրականացնել։ Իսկ մի հատ ուզում եմ ես մի փոքրիկ դուք հատվածը նայեք, որ չասեք ես ինձանից բան եմ հորինում։ Սա ռուսներն են ասում։ Сейчас время скорее на кого играет, на украинцев или на нас? Время сейчас... Հարցվեց ռուսական պրոպագանդիստ կա, Սկաբեևան ասեց, բանը այս ժամանակը ում օգտին է աշխատում, մեր թե ուկրաինացիների։ Սա երեկվա հաղորդում է։ Мне кажется, что все-таки с поставками с передачей каждой партии западного вооружения вооруженные силы Украины все более и более приобретают новые. Այս ընթացքում, քանի որ Ուկրաինան անընդհատ օգնություն է ստանում, ու ամեն անգամ ավելի կատարելագործված զենքեր։ И наступательные возможности, и новые, Եվ հարձակողական и հնարավորություններ։ оперативные, и боевые. Поэтому время сейчас вроде как в их пользу. Нам же надо завершать этот конфликт, опять-таки, на мой взгляд, по моим предположениям, но все-таки в максимально короткие сроки. Եվ ասում եմ, այս ամեն ինչը Ուկրաինայի օգտին է, եւ մեզ պետք է ամենաշտապ ձևով ձև գտնել այս պատերազմը կանգնեցնելու։ Սա ռուս պրոպագանդիստներն են ասում, որովհետեւ այն ինչ որ ես գիտեմ, բնականաբար իրենք էլ գիտեն, չէ՞, այդ ապուշ չեն, սրիկա են, բայց ապուշ չեն ժողով։ Ոչ մեկ ապուշ, ես չեմ հավատում, որ ապուշ կա։ Կան սրիկաներ, կան դիտավորյալ սրիկաներ, կան վարսկաններ, բայց բոլորը գրել կարդալ գիտեն, հասկանում են։ Տավրուսներն է հեսա գալի հերթական F-16-ների հետ։ Հերահալ ուր ուզենալու են խփեն, աշկելանքը հանված է դիստանցիայի։ Գերմանիան սկսել է 5%-ի չափով իր համախառնատարակի զենք արտադրել ու տալու է Ուկրաինային, որ ասել է ես քեզ պիտամ, դու պետք է պատերազմը վերջացնես։ ՆԱՏՕ-ն խնդրում է Գերմանիայից, որ եւս 40,000 զորք տա Ռուսաստանի դեմ պատերազմ պատրաստվելու համար։ Իրանք բոլորը հասկանում են, որ միջև այս հարցը չլուծվի Պուտինի, Եվրոպայում խաղաղություն չի լինելու, այդ հարցը կարող է լուծի բացառապես մենակ Ուկրաինան, որտեղ ինքն է ուղիղ պատերազմի մեջ եւ ինքը մոտիվացված է պատերազմելու։ Մենակ ինչ է ուզում դրա դիմաց։ Զենք ու փող, որ կարողանա պատերազմի։ Իրանք տալիս են, որ ամենաէժան ձևով իրանք բրցնեն ռուսական հետագա ագրեսիայից, որտեղ գիտեն ինչ է լինելու, այս մարդը, այս վիճակի Ռուսաստանը, հələ Մոլդովա է ուզում, Վրաստանն է ուզում։ Հասկանում եք։ Իրանք շատ լավ գիտեն, ու ռուսական պրոպագանդիստներն են ասում, որ հիմա ժամանակը աշխատում է, ու միշտ աշխատել է 3 տարի աշխատում է ուկրաինացիների օգտին։ Որովհետև Ռուսաստանը թուլանում է, Ուկրաինան ոչ միայն չի թուլանում, ամբողջ աշխարհակարգը փոխվում է լավ ամենաեն ձևերով, որ ավելի օգտակար կարողանա լինի Ուկրաինային։ Նույնիսկ եմ ասում, մեր Հայաստանի, հիմա վերադառնանք մեզ, մեր շահերիցը, իմ ընկալման մեջ, ոչինչ թե Ռուսաստանում ապրող հայերը, ինչ եմ ասում Ռուսաստանում ապրող, որտեղ որ գրում են, ես տեսնում եմ որտեղից է գրված։ Ռուսաստանում ապրող հայերի շատերը դեռ չեն հասկանում ինչ է կատարվում, ցավոք։ Մի մասը հասկանում է, մի մասը հələ թվում է, թե ինքը մնացել է Սովետում։ Գիտեք ինչի, որովհետև սովետական թերթ է կարդում եւ լսում է բացառապես սովետական պրոպագանդիստներին։ Բայց եթե դուք ուշադիր լսեք, սա էլ կլսեք խոսքերի արանքում։ Ճիշտ է, սրանց հետո իրաց սկսում են հակառակվել, հակառակն ապացուցել, չէ ինչ ես խոսում։ Ինչ ես խոսում, ռուսական դուխը ոչ մի անգամ Ռուսաստանը պատերազմ չի սենսը բլա 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 բլա։ Այս ամենը չկա իհարկե։ Բայց որ մարդ ուզենա լսի,
կլսի իր պետքական ինֆորմացիան։ Իսկ ես ասում եմ կարտոֆիլ, ժողովուրդ, կարտոֆիլի խնդրեմ ունեք արդեն։ Ես չեմ խոսում կատնամթերքի մասին, ուրա դա հել է գները։ Դրա մասին դեռ չեմ խոսում։ Բայց եթե արդեն այդ երկրում կա կարտոֆիլ, իսկ այս ժողովուրդը մենակ կարտոֆիլ ուտելով կապրի առանց ապստամբելու։ Մենակ նույն հիմա էլ չի լինելու շուտով։ Ոչ թե հողներն են, հողերը տարել են։ Չէ, պարզ տեխնիկա չկա։ Ձերքով են հնարավոր չի անել, որտեղ ձերքով անող էլ չկա։ Երեք է չէ հաշվեցինք, որ աշխատունակ մարդ մնացել է մի 10-15 միլիոն, որովհետև մնացածը կամ թոշակառու են, կամ մինչև 18 տարեկան են, կամ արդեն սպանված են, կամ անում են։ Կռվում են, կամ էլ Պուտինի թիկունքն են պահում, ուժայիններն են, հումանիտարներն են, աշխատող մարդ, աշխատող։ Կոմբայնավար կլինի, սլոբան չգիտեմ, ածուխ կհանի, մետաղ կձուլի, ինչ են, աշխատող, որ ինքը բան է ստեղծում իր ձեռքով, էլի։ Մի 10-15 միլիոն մարդ է մնացել 140 միլիոնանոց պատերազմի մեջ երկիր պայելու համար, էնել է սանկցիաների պարագայում։ Դրա համար էլ ոչ հիմա չենք անում, միակ ասում է, մեր օգտին չի էլ չենք կարողանում։ Իսկ վերջում ես ես ուզում եմ սա ցույց տամ։ Ես գիտեք ինչ կարող եմ ասել, որ էլի իմ անձնական բաներն է, տպավորություններն է։ Եվ մի 10 տարի առաջ այսքան բալող չկար, այսքան բալող երեխեք չկային։ Ինչքան ուզում է սեղմեն, ինչքան ուզում է պղծեն այլասերը, մեկը տակից դուրս է գալի, նայեք։ Գյուղերում է։ Սրանք ինչքան ուզում է հայտարարեն, որ այս ամեն ինչը հնաձև է, մոդայից դուրս է, հնաոճ է, լավը չի, ժամկետ անց է, ինչքան ուզում է բարբաջեն, ինչքան ուզում է բարբաջեն։ Մեկը հիմա ինձ ասեք, այս երաժշտության տակ ձեր մոտ ինչ առաջացավ։ Անկեղծ գրեք այդ մասին ինձ։ Ինչ եղավ ձեր մոտ։ Ես գիտեմ ինչ եղավ։ Որովհետև ցանկացած հայի ականջի տակ այս զուռնան խփեց կոպալով, ամբողջ նյարդային համակարգի աշխատանքը փոխվում է։ Հայի մոտ մի անգամից այս նյարդային համակարգը սկսում է ուրիշ ձև աշխատել։ Սկսում է աշխատել հայավարի։ Ես ես մի հատ էլ դիտարկում ասեմ, ուեսանով փակին տեսով հաղորդումը։ Ես քանի որ ուսումնասիրողի աչքերով եմ միշտ նայում բոլոր դեպքերին, ես շատ եմ սիրում լսել կողքից տպավորություններ այլ ազգիների։ Իսկ վերջի 1-2 տարվա մեջ շատ են Հայաստանի եւ շատ կարևոր մանր դետալների մասին, մեր համար սովորական դետալների մասին շատ են խոսում Հայաստան այցելող եւ ռելոկանտները եւ տուրիստները։ Գիտեք ընդհանուր ինչ կա բոլորի մոտ։ Այն մարդիկ, որոնք երկար են գալիս Հայաստան, երկար ժամանակով, այդ չեմ ասում, որ ասենք մնացել են 1 տարի, 2 տարի, հա։ Իրանք դարձել են մեր մշակույթի կրողը, մասամբ։ Իրանք են 4 սպունգի նման քաշել են այն ինչ որ մեր մոտ կա։ Եվ իրանք հայանում են։ Հասկանում եք, օտարը հայանում է, հայը չի թրկանում։ Դե բացառությամբ քպեականների։ Էն էլ իրանք չեն թրկացել, իրանք թրկացած բերել են, հա։ Դա համար ինչքան ուզում ես քարոզը գնա, մենք կհայացնենք, բայց մենք չենք թրկանա։ Գիտեք ինչի։ Մենք տալու բան ունենք, մեզ չեն կարա այնքան տան, որ մենք փոխվենք։ Դուք պատկերացեք հաղորդակից անոթները, գիտեք որն է։ Ֆիզիկայից կհիշեք, չէ՞ որ ասենք երկու անոթ կպցնում են իրար, սենց միտեղ ջուր կա, միտեղ ջուր չկա։ Հենց այդ կպցնում են իրար, գալիս է բալանսի, որտեղ որ ջուր չկա,
Բերումա կանգնացնում է նույն մակարդակի վրա, իր մոտ մի քիչ պակասում է, բայց այս մյուսները լցվում է։ Հիմա մեր մոտ է, ով գալիս է մեր մոտ այնքան լիքն է ամեն ինչ, որ փոխանակ ոնց ասեմ, ինքը մեր լցնի մեր մեջ ինչ-որ բան, արժեքներ, իր մոտ է լցվում, որովհետև ինքը դատարկ է եկել։ Այդ համատության մեջ ով գալիս է մտնում է Հայաստան, ինքն է հայանում։ Մենք չենք կնում ոչ մի բան։ Այո, մենք կարող է տեսնենք ընթացքում ասենք, հոպ, կարող է մի բանը մենք վերանայենք։ Հոպ, լսում ենք քննադատություն, հա, կարող է մեծ վերանայենք։ Սա մենք անում ենք։ Բայց սա մեր մոտ կոռեկցիայի ճշգրտումների մակարդակի վրա է։ Հասկանում եք, կոնցեպտուալ չի։ Այս մարդիկ գալիս են կոնցեպտուալ դատալ, լցվում են։ Այո, իրանց հետ բերելով կողքից դիտարկող աչք, որը շատ կարևոր է, դիտարկող աչք, որ գիտեք, այ էսի լավ է, բայց դե մի քիչ կարելի է կաբան անել։ Մենք էլ ճկուն ենք այդ առումով, որովհետև դուք նայեք, աշխարհում տեղ չկա, որ հայ չլինի։ Որտեղ ուզում եք գնացեք, տեղ չկա, որ հայ չլինի եւ իր տեղը գտած չլինի։ Եվ իր սերունդներն էլ են հայ։ Հիմա եկեք Նյու Յորք, ուզում եք գնացեք։ Երկրորդ սերնդի իտալացին իտալերեն չի խոսում։ Երկրորդ սերնդի վրացին վրացերեն չի խոսում։ Ռուսներն էլ մասամբ։ Այն էլ երեխեքին հատուկ ռուսական դպրոցներ են տանում, որ կամ անկապարտեզներ որ իրանք խոսեն։ Հասկանում եք, մեր մոտ խոսում են։ Մեր մոտ հակառակ են, որ երկար տարիներ չի խոսած, մեկ է մյուս սկսում է խոսալ։ Ասելիքս ի՞նչն է։ Պարտվելու տարբերակ չկա։ Ստեղ հաջողության գինն է կարևոր։ Մենք այդ հաջողությունը ինչ գնով ենք բերելու մեզ։ Այս սա է իմ մտահոգությունը։ Այն որ մեզ հնարավոր չի փոխել, արմատախիլ անել, ալա դե չէ էլի։ Նյետ հնարավոր չի։ Ուղղակի այս մնալու գինը ինչ է լինելու։ Այս սա է։ Իսկ միջև μα շատ բարձր գին ենք վճարում ենք, չափազանց։ Այ եթե մի քիչ սկսենք մտածել, որ հասկանալ ամեն ինչ կյանքում կարելի է ուղղակի պատկերացնել կենցաղային մեր ընտանեկան մակարդակի վրա։ Մենք մեր ընտանիքում sense կանեինք, եթե չէինք պետության մեջ, չենք տնից դուրս տանում։ Այս եթե անենք, շատ բան արագ կլուծվի։ Իսկ Կիրակի օրը ժամը Երևանի ժամանակով ժամը 8-ին ես բոլորը կունենամ ուղիղ եթերում հարց ու պատասխան։ Այսօրվա համար այսքանը։ Ասում 2-ից։ Կիրակի օրը հունիսի 1-ին։ Երևանի ժամանակով ժամը 20:00։ Կհանդիպենք եթերում Կիրակի օրը։ Լավ մնացեք։